Ըստ Transparency International-ի 2025 թվականին Հայաստանը նահանջել է կոռուպցիայի ընկալման համաթվով։ Գնահատականը 47-ից դարձել է 46, իսկ երկիրը հայտնվել է 180 երկրների շարքում մոտավորապես 65-րդ հորիզոնականում։ Փորձը հստակ ցույց է տալիս, երբ դատարանն անկախ չէ, պետության ամբողջ պաշտպանական շղթան սկսում է խախտվել։ Միջազգային ուսումնասիրությունները հաստատում են, թույլ վերահսկողությունը բարձրացնում է ռիսկերը, նվազեցնում է կառավարման որակը եւ հենց դրա հետևանքով պաշտպանական ծախսերը թանկանում են, գնումները խեղաթյուրվում, իսկ մարտունակությունը թուլանում։ Սա այն պահն է, երբ համակարգը թշնամու հետ չի կռվում, ինքն է քանդվում ներսից եւ հակառակորդը պարզապես օգտվում է բացված դռնից։ Կոռուպցիան ժանգ է, սկզբում անտեսանելի է, հետո մի օր նկատում ես դուռն այլևս չի փակվում։ Ծախված դատարանն օրենք չի պաշտպանում, ատկատով բանակը մարտունակ չի լինում, ոտնահարբող օրենքը սահման չի պահում։ Ոչ մի գաղափարախոսություն, ոչ մի կարգախոս, ոչ մի քարոզչություն չի փրկում պետությունը, եթե պետական համակարգը կարող է վաճառվել։ Պետությունը կամ մաքրվում է ներսից, կամ բացվում է դրսից։ Սա ընտրության հարց չէ, սա գոյատևման հարց է։ Կոռուպցիան եւ պետությունը միասին չեն կարող ապրել։ Մեկը միշտ ոչնչացնում է մյուսին։